Ես իրականում մտադրված էի Հրազդան մարզադաշտը վերանորոգել, կառուցել, բայց հիմա չեմ անի։ Մի պարզ պատճառով։ Հրազդան մարզադաշտի կողքը կար ֆուտբոլի դպրոց եւ մարզադաշտ, որը Կիլիկիա ֆուտբոլային անունի տակ ժամանակին մարդիկ սեփականացրեցին եւ մի 10-15 օր առաջ բյանիթ իմանում եմ, որ կարգավիճակ են փոխել մարզադաշտերի եւ ինչ-որ շինարարություն են ուզում անել։ Երբ որ սեփականաշնորհման գործընթացը սկսվեց, մենք սեփականաշնորհեցինք Հրազդան ստադիոնը, որի մեջ մտնում էր նաև ծածկած լողավազանը, որտեղ մի կառույց է, եւ այդ ժամանակ գործում էր Հրազդան մարզահամալի տոնավաճառը, այսինքն առևտրի կենտրոնը։ Զարգացնելով առևտրի կենտրոնի գործունեությունը սկսվեց որոշակի ֆինանսական ներարկումներ, որով սկսեցինք Հրազդան ստադիոնը սարքել։ Կարգավիճակ այդ օրվանից չի փոխվել սեփականաշնորհումից հետո։ Պաուստային դաշտը եղել է 50 տարով արենդա վճար ենք վճարել, մինչև այսօր եւ գույքահարկ եւ հողարկ։ Մեր մոտ ոչ մի բան չի փոխվել։ Մենք ոչ մի օրենք չենք խախտել, առանց շինթույլտվության ոչ մի շինարարություն չենք արել, մենք օրենքի սահմաններում աշխատում ենք։ Ինչի մասին կարող է լինել, երբ որ Հրազդան մարզադաշտը մարդիկ արհեստականորեն վերացնում են։ Ես ով է երաշխիքը տալու, երբ որ ես վերանորոգեմ, կառուցեմ, հետո այդ մարզադաշտում սեղան չեն դնելու, տաբլոյի վրա էլ կենաստր չեն ասելու։ Հիմա այսօրվա մեր տոնավաճառը կոնտեյներային համակարգ որպես Երևանին չի սազում։ Հեռվից էլ որ նայում եք տարբեր գույների, ոնց որ ցնցոտիներ լինեն։ Դրա համար ուզում ենք վերացնենք եւ տարածք ենք հատկացրել, եղած տոնավաճառի 1/4 տարածքը հատկացրել ենք, որ 2 արգանի սարքենք, այդ աղբը վերացնենք։ Նպատակը սա է։ Ես արդեն հոգնել եմ, հանձնորեն եմ ասում, չեմ էլ ուզում, ինչքան կարող մարզադաշտ վերացվի։ Ես մի կողմից կառուցելով գնում եմ, մյուս կողմից քանդելով գալիս եմ։ Ասացինք Հրազդան մարզադաշտը տակից տրուբաներով ամրացած է։ Եվ գնացին նայել եմ տրուբաները հանվել է առանց վերանորոգելու։ Այսինքն ավելի վատ բան արվել։ Ինչ է մտածում ճարտարապետը։ Ինչ են մտածում են մարդիկ, որ թույլատրում են։ 10 տարի կռիվ է տվել, չեմ թողել դա անեն, բայց ինչքան կարելի է։ Ուրեմն մարզադաշտը ընդհանրապես կարող է վերացնել պետական մի կառույց։ Դա սեյսմիկ ծառայությունն է, որը կարող է հիմնավորել, որ մարզադաշտը բանի պետք չի, եւ հարկավոր է վերացնել կամ վերակենդանացնել։ Հա, եւ ինչ միջոցներով, ինչ ժամկետներում։ Մենք նման սեյսմիկ ծառայությունից ոչ մի թուղթ չունենք, ընդհակառակ այս խոսակցություններից հետո դիմել ենք, որ իրանք նաեւ արտասահմանյան մասնագետների ընդգրկեն, հա, եւ գան կառույցը ճշտեն ու այդ պատասխանների, ուրեմն այդ հարցադրումների պատասխանը ստանա մեր ժողովուրդը։ Լավ, Ռուբեն Հայրապետյանը ինչու է դիմում ֆուտբոլասերներին, ինչու է դիմում եթերից տարբեր մարդկանց, բայց ոչ ձեզ։ Վերջին անգամ դուք երբ եք առնչվել իր հետ այս հարցերի շուրջ։ Այս հարցերի շուրջ մենք ինչքան էլ որ առնչվել ենք, պատճառաբանություն եղել է, որ տեսություններս կանգնացրել, ասում կառուցում եմ, չկանգնացնեմ։ Խոտը լավը չի, ասում եմ, չէ, խոտը շատ լավն է։ Մենք այդպես ինչ որ կոնֆլիկտային խոսակցություն երբեք չենք ունեցել, հա, կարող է ինչ որ թեթև դե կարծիքների բախում ամեն տեղ կա։ Արդյոք երկու հատ ֆուտբոլային մանկապատանեկան թիմ ստեղծեցին ու մանկապատանեկան դպրոցը Կիլիկիա անունով ստեղծվել։ Մի անգամից կարգավիճակը փոխեց այդ արանքում օգտվում են առիթից ֆուտբոլի դպրոցի կարգավիճակը 3 տարի առաջ 4 տարի առաջ եկել է կարգավիճակը փոխել, հիմա գնաց է շինարարությունը ուզում է շենքեր սարքեն։ Այս երկրում ենքան շենք սարքելու տեղ կա։ Ֆուտբոլի դպրոցը պիտի սարք։ Հիմա ես եկել եմ Փյունիկի դպրոցի իմ սեփականությունը, եկել եմ բարձրացած շենքես եմ, իրավունքը դրա չունեմ։ Ես երբևիցե չի եղել իմ կյանքի ընթացքում, որ ես խախտեմ այն պայմանագրերը, որը ես ունեցել եմ, թե պետության հետ, թե մարդկանց հետ, թե ֆիրմաների հետ։ Մեր կառույցը, մեր պայմանագիրը կայանում է նրանում, որ այս ամբողջ տարածքը ստեղի սպորտային տարածք է։ Եվ մենք դրա իրավունքներ չունենք, որ կառուցենք էլիտար շենքեր։ Էլիտար շենքեր կառուցելու համար քաղաքապետարան թույլտվություն է պետք։ Ի վերջո երկիրը
ունի կառավարության թույլտվությունը, ապա մենք ոնց կարող ենք մեր գլխի վերցնենք ու այդտեղ էլիտար շենքեր կառուցենք։ Որ մակերեսն է, որ վերածվելու է շին հրապարակի եւ ինչ նպատակով։ Դուք ասացիք, որ բարեկարգելու եք։ Ինչ եք նախատեսում այնտեղ։ Տոնավաճառի տարածքը։ Եվ հետո արդյոք դա պայմանագրով ֆիքսված է, որ դուք հետագայում պետք է վերածեիք տոնավաճառի։ Ինչ էր պայմանագրում նախատեսում այդ մակերեսը։ Քաղաքապետարանը ժամանակին թույլտվություն է տվել մենակ Հրազդան ստադիոնին տոնավաճառ ունենալու, որ հոգսա ստադիոնի ուրեմն ծախսերը, պահպանման ծախսերը։ Հետո սկսվեցին բացվել տոնավաճառներ։ Հիմա այսօրվա մեր տոնավաճառը կոնտեյներային համակարգ որպես Երևանին չի սազում։ Դրա համար ուզում ենք վերացնենք եւ տարածք ենք հատկացրել, որ 2 արգանի սարքենք, այդ աղբը վերացնենք։ Նպատակը սա է։ Մենք ուրիշ նպատակներ չունենք, իսկ այս մարդկանց վերացնել ու դուրս գցել, փողոց գցել, ես չգիտեմ դրա պատասխանով կտա։ Հրազդան մարզադաշտը ունի սեփականատեր, խնդրեմ, գնացեք պահանջեք, գնացեք ստիպեք, գնացեք ինչ ուզում եք արեք, թե Հրազդան մարզադաշտի սեփականատերը կառուցի, պատրաստի այդ մարզադաշտը, հավաքականը գնա վճարի, կխաղա։ Պետությունը ինքը կարող է ներդրումներ անել յուրաքանչյուր սեփականատիրոջ։ Եթե դա սպորտային կառույց է կամ, չգիտեմ, կինոթատրոն է կամ թատրոն է ինչ որ է, հա, եթե սեփականատեր կա։ Պետությունը իր միջոցները տրամադրելուց վարձակալում է ընդամենը որոշակի ժամանակով, հա, որ այդ գումարները այսքան ժամանակում ինքը այնքան միջոցառումներ կանի, որ ծածկույթ կունենա, հա, եւ մեր պայմանագրի հիման վրա շատ հանգիստ կարող են այդ ծախսերն անել։ Ձեր կարծիքով Ռուբեն Հայրապետյանը ինչու հանկարծ հիմա սկսեց այդ մասին անդադ խոսել ու անհանգստանալ։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված իմ կարծիքով ինֆորմացիա քիչ ունենալուց, հա, եւ մենք վերջի անգամ վարձակալության ֆուտբոլի հավաքականի համար տվել ենք Հայաստան-Թուրքիա խաղին, որը շատ բարձր մակարդակով անցկացրել ենք։ Այստեղ մեր նախագահականում եղել է եւ Թուրքիայի նախագահան եւ մեր նախագահան։ Իմ կարծիքով ժողովուրդն էլ շատ բնական ձևով գոհ սպասարկումից մեզնից գոհ է մնացել։ Դուք վերադարձել եք եւ դուք գիտեք, որ անկեղծ ցանկությունների մասին խոսել է պարոն Հայրապետյանը եւ եթերից անգամ հորդորել է մարդկանց շարժում ձևավորել, վերցնել ստադիոնը, վերադարձնել երկրին։ Դուք ցանկություն չառաջացավ ձեզ մոտ անձամբ խոսելու եւ ձեր հարաբերությունները գուցե անձամբ բարձելու պարոն Հայրապետյանին, առավել եւս որ դուք ուսակիցներ եւ ընկերներ եք։ Ամբողջ ճշմարտությունը ես ձեզ ասեմ, ամեն մարդ ունի իր բնավորությունը եւ տրամաբանությունը։ Իմ բնավորության մեջ կա մի բան։ Եթե ես պետք է կառուցեմ ինչ-որ մի կառույց, որը ունի A եւ B կետ, ինձ հետաքրքիր չի ինձ խանգարողները։ Ես պետք է ճանապարհը գնամ եւ կառուցեմ։ Ում խանգարում եմ, թող իրանք հարցնեն։ Ես ինչ ունեմ հարցնելու։ Փաստացի զիջումներ են ձեզնից ակնկալում։ Կգնաք զիջումների։ Ինչ զիջումների։ Զիջում Վերադարձնեմ պետությանը, խնդրեմ։ Ես հարց չունեմ։ Բայց բավականին կոլեկտիվ աստեղ աշխատել, կոլեկտիվի հաշվին, իմ ներդրումների հաշվին, բավականին գումարներ են ծախսվել։ Կարան վերականգնեն։ Իմ գումարներս կարող են վերականգնեն։ Եթե պետությանը պետք է ստադիոնը, ուրեմն ես պատրաստ եմ հետ վերադարձնելու։ Բայց իմ գումարներս պետք է վերադարձնեն։ Այնուամենայնիվ, եթե հանրապետության նախագահը ձեզ դիմի, առավել ևս որ հանրապետության նախագահը հենց ձեր կուսակցության նախագահն է, դուք պատրաստ եք այդ զիջմանը եւ ինչի դիմաց խնդրում եք։ Հանրապետության նախագահն դա նաեւ հանրապետության գլխավոր հրամանատարն է։ Մեր զինված ուժերի։ Ես ինչ որ չափով մասնիկն եմ դրա։ Եվ հանրապետության նախագահան ոնց ասեց, այտենց էլ կլինի։ Բայց դուք մտածել եք այդ մասին, պատրաստ եք վաճառելու, եթե Ռուբեն Հայրապետյանը ցանկություն հայտնի գնալ։ Իսկ ինչի՞ չէ որ։ Բայց ինքը ցանկություն ունենա գնելու։ Չգիտեմ։ Կարող ասի 10 ռուբլով եմ ուզում առնեմ վաճառել, բայց ով առավ ինձնից վատ կրակի մեջ հանգնելու։ Ես եմ կրակի մեջ, այսօր ինքն է գնելու։ Հրազդան ստադիոնը ինքը ժամանակին եղել է եզակի կառույցների մեջ։ Աշխարհում մեկ եզակի կառույցները բոլորն էլ սեփականաշնորհում են, բայց նրա պահպանությունը, նրա ճարտարապետական ձևափոխությունը, ամեն ինչը մասնավոր սեփականատան տիրոջ հետ կապ չունի։ Ես այդտեղ չեմ կարա յարուսը կիսեմ դնեմ ենքով։ Չեմ կարա ակեր դնեմ տակը, քշեմ տանեմ մեր տուն։ Հա, բայց կարամ վաճառեմ։
Գիտեք ինչի։ Վաճառեմ մի մարդու, որը գոնե իմ գումարները կվերականգնի, եթե այդքան մտածում է, այդքան ծախսեր պետք է լինի, այդ ծախսերը կդնի։ Հիմա ինձ համար ի՞նչ տարբերություն, պետությանը վաճառեմ, Ռուբեն Հայրապետյանին վաճառեմ, թե ես չգիտեմ, արտասահմանցի մի ինվեստորի։ Եթե սկզբից խնդիրն է պետք ճշտել, արդյոք այդ գումարները պետք են ստադիոնին։ Եթե պետք են, ես չեմ կարող անում, բայց անհրաժեշտությունն է պետությանը, ուրեմն պետությունը ոնց կասի, տենց կլինի։